Բարև ձեզ սիրելիներս, ինչպես եք։ Ձեր անային դժկանացոր մտադրություն չուներ նկարելու, բայց ասեցի մեր ժողովրդին բարևեմ ու անցնեմ գործի։ Այսօր որ մեր մոտ կիրակի է, ես ունեի հյուրեր, ընկերուհիս ոտքս նենց եմ ճղել, ընկերուհիս ամուսինն էր եկել, ընկերուհիս վեր չկարողացավ գալ, բան պետք է վերցներ, պատվեր էր տվել։ Հիմա ես ինչ եմ անում, արագ պատրաստեցի ծաղկակաղամ բեշամելով և ցույց չտվեցի, որտեղ գիտեք բոլորդ եւ հանեցի միս, այսօր միս եմ հանել, որովհետեւ մենք այսքանում միս չենք ուտում։ Ես հաց չեմ ուտի բեշամանի հետ, ծաղկակաղամի հետ, ուտեմ մի քիչ մակարոն, որտեղ մեկ ճաշի գտալ ձետ եմ լցրել ամբողջ 500 գրամ մակարոնի մեջ հետ։ Եվ իմ ամուսինը բերել է հաց, դրել եմ այստեղ, որ ինքը կտրեմ հացը ինքը հացով կուտի, միսն էլ վերջին րոպեին կտապակեմ, մի քիչ ձետ, շատ համեղ ալինում ձետ և մի քիչ կարակ ժողովուրդ ջան, միսը, տավանի միսը շատ է սիրում։ Ժողովուրդ ջան, ինչպես ձեզ ասեցի, մաման այսօր պատրաստում է պոնչիկ, դրել է փուրը, որպեսզի ավելի շուտ բարձրանա, ուղղակի ցույց տամ խմորը, արդեն բարձրանում է, և մնացածը բոլորդ գիտեք, բայց ուղղակի մի թեթևակի անպայման ցույց կտամ և բաղադրատոմսը կգրեմ անպայման կրեմի բաղադրատոմսը և ընդհանրապես ընդհանուր կգրեմ, որպեսզի ձեր համար ավելի հասանելի լինի։ Բարև մամ ջան, բարև ժողովրդին։ Ես մեզ մերն եմ ջան, խոսքդ գետնով չեմ։ Ես եմ երեխեք խնդրել, որովհետև երեկ իմ ընկերուհին գնացել էին պոնչիկանոս, ուղարկեց ու տենց ախորժակս եկա։ Մաման քայլելով եկավ, ասեց ինչ ես Արման այդ մամասի օֆոն պոնչիկ էր ուղարկել, ասեց հեսա սարքեմ վաղը։ Ես բացատրել եմ, ես պոնչիկի ռեցեպտը, ասինքն մածունով ես անում, մածուն, երին մինակ մածուն։ Սպասեմ ես տենց Ես մի պորցի համար 28 հատ եղել եմ։ Ես մի պորցի համար ես ռեցեպտն եմ ուզում ասեմ ձեզ։ Ասա մերն արել թա։ Ուրեմն մի պորցի համար, ես որ ինչ-որ տեսնում եք, 800 գրամ մածուն է։ Մածունի մեջ 2 թեյիկ տալ սոդան ես լցնում, խառնում ես։ Հա, էդի տեսան իրանք, ահա։ 3 հատ ծույլ։ Երեխեք մաման մածունով անում, կաթով չի անում։ 3 հատ ծույլ է։ Ուրեմն 2 ճաշիկ տալ քացախը։ Ես ընդհանրապես մի պտղուց աղ եմ գցում, ընդհանրապես։ Հա, ամեն ինչի մեջ, հա։ Մի պտղուց աղ եմ գցում։ Լավ, խառնում ես, հանում ես, ծուն ես խառնում, հետո մածուն ես լցնում, հետո սոդան էլ հանգցնում ես, վերջը խմորն անում ես խմորը սիրում, փափուկ խմոր ակալի, պետք է լինի փափուկ, դեղ նայող խմորի փափկությունը նայել է։ Փափուկ խմոր։ Ոտու ձեռի չի գալ երեխեք։ Ավելի լավ լինելու համար, ես սեղանի վրա մի քիչ ձետ ես անում, խմոր միջացնում ես սեղանի վրա։ Ու սկսում ես շաղակել, որպեսզի չկպնի, ոչ առուր պետք չի տալ արդեն։ Եթե զգում եք, որ մի քիչ թույլ է, մի քիչ առուր ես տալիս։ Դա թողնում ես, որ ես ընդհանրապես դնում եմ փռի մեջ։ Որ հասնի, հա։ Հա, մոտ մի ժամ, 2 ժամ թողել եմ, ես ինքը սիրում բարձրանում եմ։ Բարձրանալուց հետո բերում ես մասերի ես բաժանում ու ես չափսի կնտիկներ ես անում։ Ես չափսի կնտիկներ։ Բոբոկից մի քիչ մեծ։ Բոբոկից մի քիչ մեծ։ Կնտիկները անելուց հետո ես նորից ուրեմն գունդը բացում եմ։ Գունդը բացում եմ։ Մի պտղուց սոդա, ասենց ակուրատնի գցում ես, նորից վրա ես բերում։ Լսեցիք երեխեք, դա շատ ուժեղ տեխնիկա է, հա։ Մի պուճուր, ասենց մի պտղուց, ասենց շատ քիչ ալու, նորից վրա ես բերում գունդը, հավաքում ես, դնում ես, որ ինքը հանգստանա գոնե 1 ժամ։ Հիմա դες արդեն կես ժամը հանգստացել է։ Բանը թեփսիները տարել։ Հեսա բերեմ, հա, լրը դրել եմ այնտեղ, հա։ Դեմ անում ես թեփսի մեջ, ակուրատնի, որ չկպնել։ Արու շատ չտաս։ Արու շատ չտաս, արդեն խմորը պետք է իսկան չրիկ լինի, կարողանաս աշխատես հետ, այնքան ավելի լավ կբարձրանա։ Բլիկատիկներ մամայից։ Ձերանք ովքեր նոր են եկել, երեխեք ջան, չեք տեսել, նայեք, մաման սա պատրաստել էր արդեն մի անգամ։ Սիրուն ակուրատնի, չպետք է վրազեք, ոչ մի անգամ։ Ժողովուրդ ջան, ահա նայեք, տեսեք, մի ճաշի գտալից մի քիչ չայ, չպախտում ճաշի, չայի գտալ, թեյի գտալ։ Այսինքն ակուրատնի, վրա ես բերում, ակուրատնի, ահա, հավաքում ես, թափախում ես մի փոքր ալրի մեջ և այստեղ շարում ես այստեղ։ Մի լավ թեյք տա,
Իլավ թեյի կտալ ես լսվում կրեմը, շատ պետք չի, որ շատ ես լսվում։ Սատիկ տատիկ, սատիկ մայրիկ դուքում մայրիկն եք։ Պատրը ասածս և արվածը, այդ ենց այրեխեք ջան, ինքն ասում, մենք մի բան ասում ենք, մաման վրազ, դաժ այս տարիքում ինքը չի ասում, այդպես էլ երեխաներն են։ Ճիշտ ասած ասի չէ, ինչի անեմ, որ հոգնում եմ, ես եմ ժարի տանելու։ Եթե մարդը սպասում է, ոնց կարած չանես։ Մարդը չէ, մարդիկ ման։ Մարդիկ են մյուս մարդը սպուտնիկին է սպասում, սպուտնիկ։ Ռուսախոս փեսատ։ Տեսնեք երեխեք ջան, մի թեյի կտալ, ոչ ավել։ Ահա, այս էս թեյի փոքր։ Ես կրեմը ուղղակի հրաշք կա, կրեմ չի, եսի մալմալատ է։ Աշխատեք Անահիտից սովորեք, վերցնեք այս բանը։ Կրեմը։ Ռեցեպտի։ Ես սարքել եմ շատ հեշտ եւ շատ հասանելի կրեմ երեխեք ջան, ամեն ինչ ասեմ չափսը կանեք։ Ես շաքարավազը քիչ քսեցի եւ տենց է պետք։ Պետք էլ չի շատ։ 80 գրամից ավել շաքարավազ չանեք։ Շատերը կան նայել եմ, տեսել եմ 150 են անում, 200 են անում, դա ուտել չի լինի։ Չէ՞ որ վրան պիտի շաքարի փոշի լցնենք։ Փոշի լցնես։ Խմորներ մի հոյակ կապ խմորը։ Այս խմորը ես հեսա բան անեմ դարձնեմ իմս։ Բոլոր սոցցանցերում ինտերնետային, դա կլինի Facebook, Instagram, TikTok եւ այլն եւ YouTube, երեխեք ջան, համարյա 90%-ը պատրաստում են դրոժավոյ խմոր։ Բայց այս ասեմ ձեզ փորձեք, ես գիտեմ որ մեր լավ հետևորդուհիներից ինչպես մեր Աննան բոլորը շատերը կան հատուկ գիրք են գրել են Սաթիկ տատիկի ում համար տատիկ ում համար մայրիկ բաղադրատոմսները եւ կհավատաք երեխեք դա իրոք ունեցեք սա ունեցեք գաղտնիք չի եթե մենք արդեն դուրս ենք եկել եթեր ուրեմն պետք է դու լրիվ ցույց տաս ոչ թե երբեմն խափում են 99 թվից ես ռեցեպտ անում 99 թվից Ինչ լավ, նոն հենց փափլիկա երեխեք, ոնց որ են փոքր երեխու բանը, թուշիկները լինի փափլիկ։ Շատ փափլիկա էլի, մամայիս փափլիկ թաթիկների նման։ Մամ ջան, թաթիկները դել փափլիկ չեն նիհարել ես։ Նիհարել եմ, բալես։ Երբ ես մերել, մամ չեմ իմացել, հա։ Շուտ մերել եմ։ Այդ բանով, ակտիվիայով։ Հա։ Մալադեց։ Իմացուն ինքն է մերել երեխեք ջան։ Իր համար ծիխարին մերում է, սարքում, Մերել եմ։ 2 լիտր։ Սպաս չէ։ Ես որ եկա։ Օգտագործեցի, ինչ է։ Ոխ, երեխեք ջան։ Հա, պեչենի։ Պեչենի, չեչենի։ Ժողովուրդ ջան, հիմա մայրիկը ինչ անում, տապակացնում է այն։ Կրեմը տարածվի, էլի։ Տարածվի, հա։ Ահա սիրելիներս, մայրիկը, Օնչիկը, հրաշքա, և ձեր Անահիտը։ Հրաշք, մեհերա, դուդրամ եմ բերեմ, բայց տարօրինակ է, մարդիկ կան, որ սարքում են տապակ ա լինում, տապակն էդի դեֆեկտ է։ Դեֆեկտ է։ Տապակ դետի դեֆեկտ է։ Մամ հա հեսա։ Եկա ես, եկա։ Էդի դեֆեկտ է։ Լստեմ արդեն, մամ, ուդրամ։ Գործողություն թողարա, ես կնամ այնտեղ նորից բան անել։ Դավիլը չի անում, ինձ ասում դու չես կարող ֆոտոսնես։ Թող լավ կարվի նոր։ Ահա։ Անհոգ։ Պրոֆեսիոնալը здесь։ Պրոֆեսիոնալկան էներ իր ձևի պրոֆեսիոնալկա։ Մայրիկիս գեղեցիկ էտաժերը տեսնում եք, ամեն ինչը նայեք ժողովուրդ ջան։ Ինքը հաշվեց, չափեց, ձևեց, Անահիտ ջան, պիտի սա պատվիրես իմ համար, որովհետև ես սենց ավելի ռացիոնալ է օգտագործում։ Տեսնում եք։ Դա մեզ մեծ ուժ է տալիս սիրելիներս, բոլորիս։ Ես չէ եղել, մամայի աշկից եղել։ Չի եղել դա։ Սենց ուղակի փմփխիկ։ Այս լամպոչկեն եղած չեղած մի հաշիվ է, այս լամպոչկեն եղած չեղած մի հաշիվ է, պիտի փոխվի։
Կան են մեկ լոկերակ են պետք։ Չես կարողանում ուտես, մի հատ ուտելիս է եկա քեզ դարի։ Սիրելիներս պոնչիկները պատրաստվեց, նայեք տեսեք։ Հիմա եկեք համ տեսենք, այս կրեմը ես ուղակի չեք պատկերացնում, այս կրեմը ես ինչպես ոնց կասեմ, այդ ձևե կանեք, սա մեր մանկության պոնչիկն է։ Եկեք պոնչիկ ասենք, միշտ պոնչիկ ենք ասել, եկեք պոնչիկ ասենք, մի քիչ սառնոտն եմ ման գալիս ուտելու համար։ Սա է սառը։ Հիմա կիսեմ, բաժանենք երկու մաս, հիմա նայեք կրեմը մեջի։ Ուղակի հրաշք կրեմը արդեն տեղից։ Մաման դնելուց համ տեսել էր, հիմա կրեմը։ Հիմա մի հատ իրար հետ ուտենք էլի։ Խմորը, կրեմը, անզուգական համեղ։ Դրուժավոր խմոր չանեք երեխեք։ Այս խմորը կանեք, մատուն կացախ, սոդա, հրաշք, միատ նայեք էլ հապկությունը նայեք, հապկությունը, նայեք ստեղ, կարակ մեծ անեք, մայրիկը փոքր արեք, հրաշք, հրաշք, ձեր պոնչիկա նայեք, ուտում է պոնչիկ, Ոչինչ, այսօր մեր մոտ կիրակի է, պրազնիկ сегодня։ Անտերություն։ Հլը ինչ խելոք են կանգնել, եկա մանգալու, ես մեր հարևանը, որ հարսանիք ենք է գնացել, այս հողերն իրանն է, եկելա կովերին է բերել, կամյոնով, հեն է կամյոնը, թե մեքենան, հա։ Հիմա էտա բերելա, որ ես հորթերին տեղափոխում է այնտեղից այնտեղը, բայց արյուտես լրվե մնացել են։ Այս մեկն ես ինչ սիրում գույնա, նայնա, ձերի հետ էլ կաթախում, լավնա, ինչ եք նայում ինձ։ Ինչ կերած խմած հորթեր են, երեխեք ջան։ Այս մեկն ես ինչ սորտ են, սրանք ես ինչ սորտ են, երեխեք։ Սերժը ստեղ չի մի հատ հարցնում։ Ասում եմ, չեմ հասկանում, բաներ կան, որ ինձանից հեռու է։ Ժողովուրդ, մեր մոտն այնց ցուրտ է, բարև ձեզ։ Հետա լավա ես վերարկուն կապիշոն ունի, ասեցի մի քիչ դուրս գամ մանգամ, արևը այն կողմից չկարողացա քայլեմ, արևը որ ցածր է, ընկնում է աչքերիդ, հետա այսօր գնացի իմ գործերով այդ կողքի քաղաքն եկա, նոր Սերժը ասեց մեր հարևաններն են եկել, տեսակ կովերը բերել էին, ասել եմ գան սուրճ խմելու, բայց մեքենան ներքևն է, տարօրինակ այդ կին ինչի չի գալի, չգիտեմ, հետա ասեցի մի քիչ քայլեմ, հեսա գնամ տուն, ուй, ահավոր ցուրտ է։ Բարի լույս բոլորիդ, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ արև դուրս եկա և դրա համար ես շատ ուրախ եմ, լվացքատան դուրը բաց եմ թողել, գնամ մի հատ լվացք գցեմ, ուրեմն որոշեցի այսօր ես խալիները փոխեմ, քանի որ ասել եմ, չէ, արդեն հեսա շուտով սկսում եմ նոր տարվա նվագոդնի դեկորացիան և նստած այդ էի մտածում, ճիշտ ասած որոշեցի մի հատ սա հլը փորձեմ, տեսնեմ հլը ոնց է և նրանք հավաքում եմ, փոփոխություն է, ընդհանրապես ունեցեք դեկորացիաների տարբեր փոփոխություններ, հիմա տեսնեմ հլը այս խալին ոնց է վիճակը, չնայած լվացրել եմ, մաքուր է, բայց ամեն դեպքում իմ համար մի քիչ դժվար կլինի սեղանը տեղափոխեմ, մամայինը չեմ ուզում անհանգստացնեմ, մի ձև կանեմ սիրելիներս, այս սեղանի դեկորացիան է պետք է փոխվի և այլն են մեբելների վրայի, քանի որ մենք արդեն գնում ենք նավագոդնի, կսկսեմ արդեն կամաց դնել, որպեսզի շատ չծանրաբեռնեմ, սկզբից կդնեմ դեկորացիաները բանի վրայի, այդ
կահույքի վրայի, հետո նոր արդեն տոնածառը կդնեմ։ Նոյեմբերի որոշել եմ այս անգամ մի ամիս առաջ անեմ, որպեսզի ես վայել եմ։ Եվ երեխաներն էլ են գալիս, եթե չեմ սխալվում, 22-3-ին են Դավիթն ասես կգան, համետ թողան տեսնեն սյուրպրիզ կլինի, չեմ ասի իրանց, որովհետև Դավիթն է Կարլանը խենթանում են նոր տարվա նավագոտնի դեկորացիաներին։ Հիմա եկեք մի հատ սա մի ձեռով դժվար է, բայց ինչ արած սիրելիներս։ Ճիշտ ասած որոշել էի ընդհանրապես խալիները փոխել եւ ինձ թվում է դա կանեմ ես ուզում եմ մի քիչ կանաչի վրա անեմ ամեն ինչը, չգիտեմ, տեսնեմ, այսինքն փոխեմ մի քիչ sense ինչ ասեմ են խակի կանաչի, sense գույներ տամ, հետո ասում չի անել կձանձրանաս, ավելի լավ է մնաս քո պաստել գույների վրա, այսինքն նոթա, էլի, այն տիպի գույներ, որով դեկորացիան ինչ գույն ուզում ես անես, կսազի, գնացինք, քանի որ խալիները փոխեցի, նաև սիրելիներս փոխում են բարձի երեսները, որովհետև են երկուսը հենա տեսնում եք նրա վրա, դրանք խալիի հետ էի գնել, դեկորացիան պիտի լինի ամեն ինչը նորմալ, դա, ոյ երեխեք, վառարանը շատ լավ բան է, բայց ինչ փոշի է բերում, վառարանը կանգնեց, երեխեք սպասեք, դե լավ տաք է դուրս է, թող հանգի, հավես չկա շատ շոք է։ Հիմա այս խալին էլ փռեմ, անցնեմ մի հատ խոհանոցներ մաքրեմ, 10-20-ը և գնամ ընկերուհիներիս հետ այսօր ես հանդիպելու եմ։ Այդպիսի բան էր սիրելիներս, բայց խալին ոնց որ մի քիչ էս կողմ եմ դրել, ամեն անգամ հիմա կասեք ես ավելին ինչ եք անում, ավել է երեխեք ջան, ես բանի պլենդուզներն եմ մաքրում, պլենդուզների վրա եմ մաքրում փոշիները, բայց մի հատ չինական ավել է ինձ պետք, հետո նոր արդեն անցնում եմ բանի, պիլասոսի փոշեկուլ և նաև պետք է լվանամ հատակը։ Հիմա շատերդ կասեք Անահիտ, անընդհատ մաքրում ես, ժողովուրդ ջան, մաքրությունը հայել կա, հիմա ես անդադ մտածում եմ, այս ամուսինս չի լվացել, գիտեք, այդ բանի ապակին, դրա համար եմ ասում, թող հանգի, ես մի հատ գամ այսօր ճաշից հետո լվանամ ապակին։ Մոմերը, մոմակալները, պիտի լրիվ գույները փոխեմ։ Հիմա մոմակալներ եմ գնել, գեղեցիկ, սփռոց եմ գնել։ Այդ գույները, որը որ ես պետք է դնեմ, եւ ես ճիշտ ասած անընդհատ կասկած ունեմ, արդյոք դնեմ, թե ոչ։ Չգիտեմ, ցակ չի սազում։ Իմ տան դեկորացիային, միգուցե զանավեսկաները, վարագույրները փոխեմ ժամանակը վրա պես, որպեսզի սազի ավելի համահունչ լինի իմ դեկորացիային։ Իհարկե չեմ գնի շատ թանկանոց, աքսիոնից կգնեմ, լավերը կան աքսիոնում, ինձ 3 հատ վարագույր է պետք, այս բան դեկորատիվը, և միգուցե թե այդպես անեմ սիրելիներս, հետո գնամ մի հատ բարձր նայեմ, բարձի երեսներ, պարդոն, կամաց որոշել եմ սարքեմ, դնեմ, այսօր ամսի քանից, այսօր ամսի 10-ն է մեր մոտ, մինչև այս կողմ, այն կողմ, գործեր, դեռ ես չեմ ավարտել, դեռ ես ահագին էլի պատվերներ եմ ընդունում, ասեցի վերջացրել եմ սեզոնը, բայց ոչ, մեր մոտ նայեք տեսեք ինչ հրաշալի եղանակ է, մեր ապակին ևս մեկ անգամ ջարդվեց էլի, մի հատ պուճուր քարա թռնում ջարդվում է, չո էտը տակոյն է, էլի ինքը չո էտը տակոյ է։ Ժողովուրդ ջան, այսօրվա իմ լուկը սա է, ես որոշեցի հագնել այսօր իմ վերնաշապիկը կիսաշրջազգեստի հետ, սպիտակ բոթասներով, դուրը փակեմ, ամբողջությամբ ավարտված է, ահ, խալին մոռացա փռեմ այստեղ, այն մյուս խալին կբերեմ հեսա խոհանոցի, ամեն ինչը անեմ, մի ձեռքով անհարմար է, բայց ոչինչ, ահա, գիտեք ինչ ժողովուրդ ջան, ես իմ շատերը հիմա կասեք Անահիտը հիվանդ է, անդադ մաքրում է, բայց փոշին ահավոր է, վառարանի մոտ, ընդհանրապես ամբողջ այս սենյակներով պիտի անցնես և անցնես։ Ես որտեղ եմ դրել իմ խալիները, այո, այստեղ չի, ոչ այստեղ չի, այստեղ է, ահա, ամեն ինչը իր տեղը, բյուրոյի պատոանը փակ է, իմ բյուրոն մաքուր է, բարձերը տեղավորենք,
Գեղեցիկ ձևով սիրում եմ, որ տանից դուրս եմ գալիս, ամեն ինչը իր տեղում է գտնվում, սա իմ հեռախոսի կաբելը, սա այսպես, գնացինք, այս դեղը պետք է գնա իր դարակը, եթե ամեն ինչ տեղը չդնենք, իմ լավ ընկերուհիներն են այսօր ինձ հրավիրել հաց ուտելու, մի վարկյան եմ բարձն եմ մոռացել տեղ դնեմ, ահա սիրելիներս, ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար, մաքրել, դասավորել, այսպես, հիմա ես այն գնդլիկ բոքոնիկը, ես իմ երաշտական կենտրոնին, սանթխին ասում եմ գնդլիկ բոքոնիկ, սրան, դելա, սա էլ դնեմ ու գնացինք, ահա շատերը չտեսակ, իմ լուկը այսօրվա սա է, վալա, վերնաշապիկը կիսաշրջազգեստի հետ ոչ մեկ չէր մտածում, բայց այն քանի որ մի քիչ լայնոտ է, ես այսպես գոտիով դրեցի, գնացիք, վերցնեմ մեքենայի մեջից կմիանամ, սիրելիներս դուրս եկավ ձեր Անայի տշկան և ձեր Անայի տշկան նոր նստեց, ձեր համար ոնց է, ժամը 8 կեսից ես ոտքի վրա եմ, ճիշտ ասած շուտ էի արթնացել, մի քիչ մեսաժներս նայեցի, ճիշտ ասած մտածեցի, ասեցի կիսատ թողնեմ, գնամ գամ, խոհանոցը հետո կմաքրեմ, բայց հատակը պետք է լվացվեր, հետո նայեցի ժամին, ասեցի նու Անահիտ, քեզ 20 րոպեն բավականին հերիք է, որ վերջացնեմ, դե մակիաժ այդքան չեմ անում, հիմնականում շրթներք եմ անում և մի քիչ ասենք տանալնի կրեմ և վերջ, դա է իմ մակիաժը և բնականաբար արագ ձևով լոգանք ընդունեցի և հագնվեցի և դուրս եկավ և ետ ամեն ինչը տևեց 10 րոպե, ես 15 պակաս ավարտեցի, 5 պակաս արդեն պատրաստ էի, հիմա ժամը 12-ին 11:57 ես պայմանավորվել ենք, ընդհանրապես ասում ենք 12-ից 12:15, որտև երկու ընկերուհիներս էլ աշխատում են ու իրենք գալիս են պերերիվի Ժողովուրդ ջան, անջատվեց հեռախոսը, ձայնը, խոսում էինք ընկերուհիների մասին, ուզում էի խոսել իմ երկու այս ընկերուհիներից մասին, ասեմ դες ես շատ ընկերություն չունեմ Ֆրանսիայում, բոլորն էլ իմ համար ընկերներ են համարում, որովհետև ըստ գործիս կապված ժամանակին բասկետբոլի, հետո արդեն ես կոմերսը և մի քանի կլիենտներ դարձան ինձ լավ ընկերներ և ես ընտրեցի, որովհետև գիտեք ես մարդու գնահատում եմ մարդու համար առաջին մարդու հավատարմությունը ընկերության մեջ և նաև իրենց զսպվածությունը, չեմ սիրում, որ մարդը մեկը մեկին չի ճանաչում, սկսում է խոսել, բամբասել և այլն, ասեմ ձեզ, որ բոլոր կանայք էլ ունենք մենք այդ, որ ասենք սիրտը նեղված է, խոսում ես, պատմում ես, բայց մի ճշմարտություն պիտի ասեմ, մամայի ասած բառը այնքան ճիշտ է, որ ամեն թռչուն իր երամին գտնում է, այդքան միլիոնավոր, հազարավոր, միլիոն չէ սուտ կլինի, հազարավոր հաճախորդների մեջից ես ընդամենը ունեմ 5-ից 6 հավատարիմ ընկերներ, որոնց մենք հանդիպում ենք ամիսը մի անգամ, եթե իհարկե այս սեզոնը չի բացվում, ամիսը մեկ անգամ և միասին հաց ենք ուտում, քննարկում ենք, խոսում ենք, մեր կյանքից և այլն, սա գիտեք ինչ, սա ոնց կարող եմ ասել, ինչ ընկերություն է, սա ընկերություն է, որ տարիքդ առած ծանոթացել ես, այսինքն 40 տարեկանից ես կողմ ծանոթացել ես, բայց իսկական ընկերությունը, ժողովուրդ ջան, դա մեր մանկության երիտասարդության ընկերությունն է, որը մնում է և կմնա մինչև մեր կյանքի վերջ, և ես էլի եմ ձեզ ասում, երբ որ ունենում եք հավատարիմ ընկերներ, երկու ձեռքով ամբողջ մարմնով պահեք, որովհետև այսօր այնքան քիչ կան, այնքան սուտ է այսօր աշխարհը, ես ուզում եմ խոսքս նորից էլի շուրջ տամ մեր հրաշալի երգիչ և կոմպոզիտոր և գուսան, որովհետև բառերներն է ինքը գրում, Արտակ Արամյանի մասին, ժողովուրդ, ես գիտեք ինչ, ես չգիտեմ, ես այդ մարդուն ճանաչելը, դա հարստություն է, նայում եք իր Արտակինին, ինքը համեստ, անգամ երկելուց այնքան համեստ է երկում, կանեն, որ երկելուց սենց բերաներ, սենց բաներ են անում, չկա դա, իր մոտ չկա դա,
Ուրեմն ասեմ ձեզ երեխեք, ես ապշած եմ մնացել։ Ես ճիշտ ասած որ YouTube-ով բան կոմենտներ եմ գրում, չեմ կարողանում չգրել։ Այդ բառերի համար ես խենթանում եմ, ես չեմ կարողանում չգրել։ Գրում եմ, որ մի քանի գեղեցիկ բառեր, որ իրոք կոմպլիմենտներ, որ արժանի է ինքը, եւ այս երեք էր երևի, ես ստորիների տակ պարսում եմ, որ գրում ես գնում է իր մեսաժերիների վրա, եւ երեխեք մի քանի անգամ եղել է նայել է պատասխանում է ինքը։ Մարդու մեծությունը Արտակ Բաղդոն Արամյանին ես ցանկանում եմ երկար տարիների կարիերա, որովհետև գիտեք ինչ, եւ նա կհասնի դրան, որովհետև ինքը մեծամիտ չի։ Իսկ այդ նրանք, ովքեր ոչինչ չեն իրենցից ներկայացնում, անգամ ուզում ես մեկ-մեկ եղել ասենք, ուզում ես մի հատ փոքրիկ գեղեցիկ բան գրես, չեն էլ հարկ համարում պատասխանեն։ Եվ դրանք կործանվում են ժողովուրդ, նրանք ովքեր ինձ լսում են, նրանք ովքեր ունեն ալիք, նրանք ովքեր այսօր ճանաչված են, մարդ ես կարող է եւ լսեն, կարող է մեկիդ ասեք, զգուշ եղեք, որ շատ բարձրանում եք, ընկնելը այնքան ցավալի է, դաժե մարդիկ կան, որ մահանում են ընկնելու, չեն կարողանում իրենք ոտքի կանգնել։ Եղեք հասարակ, եղեք մահկանացու նորմալ, եղեք մարդ, ասել մեր արտակին մարդ եղեք, չնայած մարդ լինելու համար պետք չի ոչ մի ինստիտուտ սովորել։ Եվ ես հարգանքներս մեր սիրելի Արտակ Արամյան, ես գիտեմ, որ դուք չեք նայ YouTube-ը, բայց կարող է մարդիկ նայեն, գրեն, ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, եւ այսօր ինքը առավոտյան արտացա, տեսա ինքը Instagram-ով ինձ պատասխանել է, եւ այնպես եւ ձայնային դուք պատկերացնում եք, ունի բավականին մեծ աուդիտորիա, ինքը համերգներ է տալիս, ճանաչված մարդ, եւ այսքան ժամանակ չենք էլ իմացել, որ որոշ ճանաչված երկեր ինքն է գրել։ Հարգանքներս վարպետ, այո, իմ համար ինքը իրոք վարպետ է, բառեր, որ խոսում է բոլորիս բերանից, բոլորիս հոգուց, բոլորիս սրտից, ու ես ինչի եկա սրան, որ դուք ձեզ ասեմ, որ եւ հավատարմությունը, եւ մարդկայնությունը, եւ ինչ ասեմ, հասարակ լինելը, դա երեխեք, ասել Լեննականցոնց, այիբ չի, դա թերություն չի, դա առավելություն է, դա կաչեստվա է, դա որակ է։ Գիտեք ու գրել էր, ես ամսի դեկտեմբերի 22-ին համերգ եմ տալիս, դուք կարող եք գալ հաճույքով կգնայի, եթե ես այնտեղ լինեի։ Այնպես որ գրեցի, ես ցավոք Հայաստանում չեմ ապրում, թե չէ ոչ մի համերգ բաց չէի թողնում։ Շատ երկիշներ կան, լավ ճանաչված, լավ երկիշներ կան, բայց փորձի համար ես գրեմ իրենց ինչ-որ մի բան, ինչ գեղեցիկ երգ է գերքոր, չեն պատասխանի։ Մեկ գիտեք ով էր պատասխանը, Հակոբ ջանը, մեր Հակոբ ջանը, ինքն էլ է լավ երգիչ, ինքն էլ է հասարակ տղա, որ գալիս եմ ասենց բարձրանում եմ կամ իջնում եմ, ականջներս փակում եմ ժողովուրդ։ Այնպես որ սիրելիներս, նրանք ովքեր սիրում են մեր Արտակին, դեկտեմբերի 22-ին ունի մեծ համերգ, ռեկլամ չի, հանկարծ չմտածեք, ուղղակի ուզում եմ որ բոլորդ լինեք իր համերգին, համեստության տիպար։ Այնպես որ սիրելի իմ լավ Գուսան Արտակ Արամյան, երկար տարիների կյանք եւ երկար տարիների կարիերա եմ ձեզ ցանկանում։ Գիտեք, այդ օրը մեր Աստղիկը գրել էր, եթե դու մի բան ցանկանում ես մեկին, այսինքն դու ցանկանում ես այն, որ քեզ կցանկանայր, դա գալիս է քո դեմը։ Եթե դու մեկին սիրում ես, ոնց որ դու քեզ ես սիրում, գալիս է քո դեմը։ Երեխեք ջան, գիտեք ինչ, առատաձեռնությունը կամ սիրելը կամ հոգով բարի լինելը, դա բլա բառերով չի, դա պիտի մարդը ունենա իր հոգու մեջ, նախանձ պիտի չունենան, մեկը մեկին նախանձեն։ Գիտեք, մի հատ բառ կա, ասում բարի նախանձ, ես օրինակ դրան համաձայն չեմ, նախանձը մնում է նախանձ, բարին ու չարը որն է, կա ձգտում, դա բարի նախանձ ես չեմ կարող ասել, ձգտում, այսինքն տեսնում ես, ասում ես, ես էլ եմ ուզում ունենամ, ես էլ եմ ուզում աշխատեմ, բայց ոչ թե տառապելով, ասենք ես գնացել էի բասկետբոլի, նայում եմ, ասում եմ, եկեք ես խաղամ իրանց նման լավ, եկեք որ նոր էի գնացել, եւ ես ձգտեցի եւ ես հասա, դե բնականաբար ասեմ ձեզ դա երևի իմ ճակատագիրն էր, որ ես պետք է արագ ձևով սովորեի, արագ ձևով ընկալեի, չեմ ուզում բառեր ասեմ, որ գլուխս գովամ, չեմ սիրում այդ որ մեկ այն օրով էր մեկ մի հատ բան էր Instagram-յան բլոգեր, դե որ ես լավն եմ, տաղանդավոր եմ, գեղեցիկ եմ, իմ մոտ ամեն ինչը գլատկի է գնում,
Գիտեք ինչա լինում մոտս երեխեք ջանս ամբողջ մարմինս փշակաղվում է։ Փշակաղվում ասում, վայ Աստվածին, ես իրանց տեղ նամանչում եմ, ձեր համար ոնց է։ Այդքան չի կարելի մեծամիտ լինել։ Մի օր չտեսանք այդ ճանաչված որոշ մարդիկ ում անունները տվեցի, իրանց էլ էկրանի վրա բանը բարձրանան այդ բեմին ու գորան, ասեն ես յուպի էլի, այստեղ լիքը տեղեր կա, բայց կարող է պատահի այսօր երկուշաբթի մոտիկ էլ լինի, եթե չլինի կպտտվեմ կգամ կկանգնացնեմ այստեղ, բայց ինձ թվում է մարդիկ ընդեղ են կանգնացնում, ուրեմն տեղ չկա, իզրել եկա։ Մի հատ գնամ էլի մարդս կարող է լինի։ Տարարիրարամ։ Իսկ եթե սրան հետևը կանգնացնեմ, ինչ կլինի, որ ով է ինձ բան ասելու, մի հատ կարող եք ասել երեխեք ջան, ոչ մեկ, ես տանում եմ ու կանգնած, օտել ռեստորան, ինստեղ եք կանգնացնում եմ, այսօր լավ հոգնեց երեխեք, լավ, վասկ, հա, ես կռուկ կտա կգնա, իրան չեմ խանգարում, վալա, ակնենք իմ գեղեցիկ կուրտոչկեն, յուբկայի հետ, այս կիսաշրջազգեստի հետ, այս յուբկան, սա դուք տեսել եք, ես արդեն հակել էի, փակենք դուրը և գնանք։ Դե ինչ սիրելիներս, եկեք այս հրաշալի տեսարանով ավարտեմ իմ վլոգը, եվս մեկ անգամ շնորհակալություն իմ լավ հավատարիմ հետևորդներին և ուզում եմ ցանկանալ բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր գրանցվում են Անահիտ վլոգ և միանում են մեր թիմին, մեր YouTube-յան ընտանիքին։ Ցանկանում եմ ձեզ առողջություն ամենակարևորը, եղեք երջանիկ, եղեք ուրախ, եղեք դրական, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ասում, պակա, պակա։